Վկան ձեր հարցին ի պատասխան ասեց, դե նոր մտապահեցի, ես մտապահել պետք չի, որ լսի կարդացած ցուցմունքը ու մտապահի, մեզ պետքա ճշմարտություն, եւ ինչ-որ բաներ հիմա, որ մենք փոխված լսում ենք բաղբաժան դատարան, նորից բերում է նրան, որ տպավորություն է ստեղծում, որ քիչ առաջ Անդրեյ Մեղադրողի կողմից կարդացած ցուցմունքը ինչ-որ կերպ ազդում է, որ ինքը փորձի վերաձևակերպի կամ ինչ-որ ձևակերպում տա։ Ես խնդրում եմ ուշադրություն եմ հրավիրում այն կարևորագույն հանգամանքի վրա, որ ամբողջությամբ հակասությունները պայմանավորված են նրանով, որ ոչ թե փողական չի հիշում, այլ իրականում դա այն ինչ որ մենք կարդացինք, լսեցինք այդ ցուցմունքները վկայի խոսույթում, լեքսիկոնում չի, մենք հիմա ենք համոզվում, չհիշելը դեռևս չի նշանակում, որ մարդ կարող է ամբողջովին այլ կերպ խոսի եւ կարևորագույն փաստի վրա ձեր ուշադրությունը հրավիրում այն, որ վկան չի հիշում, որ ցուցմունքները կարդացել է թե չէ, եւ վերջում ի պատասխան ձեր հարցի ընդդում է, ասում է, որ որոշ բաները այդ կարդացած ցուցմունքից, որը հրապարակվեց Անդրեյ Մեղադրողի կողմից, գուցե կամ լավ, գուցե չէ, որոշ մասը համապատասխանում է իրական, այսինքն որոշ մասը, խնդրում եմ դրա վրա ուշադրություն եւ այն կարևորագույն փաստի վրա ուշադրություն, որ վկան ցուցմունքը, որը ստորագրված է իր կողմից, չի կարդացել, այնպես չի հիշում, կարդացել թե ոչ, այդքան։